Ինչ պահանջով եք եկել այստեղ եւ ինչ խնդիր ունեք։ Právě ուզում ենք որ վերականգնեն, ասենք, որտեղ հնարավորություն չկա, էլի, ասենք, թե աշխատեն կամ ինչ-որ մի բան անեն։ Ասենք ուզում ենք որ ասենք մեր, չգիտեմ, մի հատ տուգանքով աչեմ անում, ասենք, մի հատ ձև, ոչ քննություն։ Որտեղ ասենք ես 45 տարեկան թազա չեմ եթալ դպրոց, չգիտեմ, ես ինչ ասենք, ես ընտանիք եմ պահում, ժամանակ էլ չկա։ Հենց այս մի ժամը, ասենք, ժամանակ հազիվ եմ գտե որ գա գործը թողելով։ Չեմ կարող այդ ամիս 3 ամիս, 4 ամիս, 18 տարեկաններ հետ նստեմ քննություն տակ, ուստես սաղն է։ Ու սաղն է լավ է շոֆերներն, ասենք 20 քանի տարի մենակ պրավա եմ ունեցել 27 տարի ավտոբուս եմ քշել, բայց հիմա մի հատ խմացության համար զրկել են, 5 տարի է զրկված եմ։ Մենակ խմացության համար։ Հա, մենակ խմացության համար անձամբ ես։ Ինչքան ժամանակ է որ այդ խնդիրը ունեք։ Ես 5 տարի է արդեն։ 5 տարի է չեք դիմել այսքան ժամանակ։ Չէ, ոչ ման, դե մենակով հաստատ ոչ ման չէր լինի, չգիտեմ, մեր աղբերներից մեկը տենց ինչ-որ մի բան, տենց հավաքվան։ Ու տենց լիքը մարդիկ կան։ Բոլորին է խմացության համար։ Չէ, դե կա մարդիկ մեկի խմացության, մեկի ցեսի միջի մար խախտում անելու մար։ Մենք հիմա ուզում ենք որ գույն ասենք միջապ սահման ասենք դու գաք նշանակել էդի բոլորը տանք ոնց մեր պրավեկը հանենք այդ կամ ոչ քննության ոչ մի քննության գույնը հետ գործ չունենանք չունենանք թող մենք ասենք մի տարի է զրկել են հեսա 5 տարի զրկված են թող մի հատ չգիտեմ 200,000-ա չգիտեմ 100,000-ա մի հատ դրանից վատ տուգան չկա էլի ասենք մարդը որ մարդասպանը 10 տարի տալիս են դատում են ելնում այդ մեզ ցմա դատել են Մինչ այս պահի որ կառույցներին եք դիմել ոչ մեկ մենք մեզի որ զրկել են մենք մեզի չեն ասել որ մի ամիս հետո կարած ողոր քարկես չգիտեմ ինչ դες մնացել է հետո արդեն իմացել եմ ասել են ամիսը լրացել է այդ չի լինի էլ չես կարա Հիմա կառավարությունից ինչ ակնկալիքներ ունեք Համաներում բանի բայց չափի մեջ դուք թեկուզ լինի թեկուզ դուք չափի մեջ Սա համաներում քրճա պատճառ չունի, բայց քրճա չեք ատում։ Այդտեղ ասենք մեր այսինքն ասենց է, էլի նես չի որ ես մեզ բանա ես 10 տարեկանից ասենք 5 անգամ կամ 6 անգամ կամ 8 ես անձամբ հավաքի ավտոբուս եմ քշել 7 տարի քշել եմ ասենք հիմա ասենք չունեմ բրավո ասենք չգիտեմ ուրիշ բանը չեմ կարող բացի այդ շոֆերությունից ոչ ոք չեմ կարող Կան ձեր ընտանիքի միակ Մենակ ես եմ աշխատող երկու հատ էլ 4-5 տարեկան երեխա ունեմ Ձերն էլ են նույն խնդիրը Ձերն էլ են նույն խնդիրը Ձեզ ինչի համար է Ոչ ցավություն Էլի խմացության համար Ինչքան ժամանակ է որ այդ խնդիրը ունեք Մայիսի 17-ից զրկված Դիմել եք որևէ մեկին ում եք դիմել Հասաբանում չի բավարարվել հայցս որ հիմքերը կար պիտի բավարարվի Իսկ կառավարությունից հիմա ինչ ակնկալիքներ ունեք Համաներում անեն բոլոր զրկվածներին թեկուզ տուգանքով Իսկ եթե չընդառաջեն ձեզ ինչ եք պատրաստում Դե կտեսնենք արդեն հետո ցույց կտամ Նաև տեսեք Նիկոլ Փաշինյանը ասում է ես ամեն օր հարյուրավոր մարդկանց նամակների հատիկ առ հատիկ պատասխանում եմ Գուցե նրան եւս դիմեք նրան նամակ գրեք Առաջի անգամ է իմ կարծիքով այս ֆորմատով այս հարցով հանդիպումը հա կառավարությունից ինչ որ համալերում ակնկալելու համար Միգուցե եւ տեղը գա կարող է եւ դիմենք Ինչ է Իսկ մտածում եք երջողությամբ Մտածում եք գիտեք ինչ կա Կորիկ ջան կոնկրետ ես այս պահին գնում եմ նորից դասերի ուղղակի ոչ թե սխալ է այլ 60 տարեկան 40 տարեկան մարդը չի կարող նենց ընկալի ինչ որ կընկալի 20 տարեկան Եվ ընտանիքի տեր մարդը հացի խնդիր լուծող մարդը չի կարող իր հացի հարցը թողի գնա դաս սովորի բա իր երախուն ով բարի Ինչ խնդիրների առաջ եք կանգնում հիմա որ 4 միլիոն դրամի վնաս տաքսու փող Զուտիմ տեղաշարժի համար մայիսի 17-ից մինչև հիմա կարամ հեռախոսս բացեմ Yandex-ի իստորիան նայեմ 4 միլիոն դրամ Եվ մի տարի զրկում են ու չեն տալ Բախեք ասում մի տարի Ասեք միշտ զրկված Ցմա դատել Այդ մի տարի կամ 2 տարի նախաբառը ինչի համար է Մարդը զրկված մի տարին իր պատիժը կրեց տուժը կրեց դուր մարդու ապրող չողնա իր գործը